Եկել ենք նրա հետ հանդիպելու, եկել ենք նրան ոտքերին հպվելու և նրանից ստանալու այսօրվա այն հոգսերի ու կարիքների պատասխանը, որով մենք եկել ենք նրա ներկայության մեջ։ Գիտեք, Աստված, երբ որ երբեմն Աստված լռում է, այդ լռությունները երբեմն ունեն տարբեր տեսակի պատասխաններ, տարբեր բաներով է Աստված լռում։ Մենք պիտի հասկանանք, թե այդ լռության պատճառը որն է, որ Աստված լռում է։ Ու ես վստահ եմ, այս բանը գրքի մեջ գրված չի, բայց երբ որ կարդում ես հոգին, երբեմն հոգին քեզ տանում է այդ վայրը, որտեղ որ այդ ամեն իրողությունը կատարվել է։ Եվ դու հասկանում ես, որ այդտեղ մի պահ լռություն է տիրում։ Ես առաջին այդ լռությունը զգացի, երբ որ հայրն ասեց, ես իմ որդուն ուղարկում եմ երկիր, մարթանալու և խաչվելու ժողովրդի համար։ Դուք պատկերացնում եք երկնքում հրեշտակներ այդ մոմենտին, որ փառաբանում էին, երկրպագում են Աստծուն, մի մոմենտ ինչ լռություն տիրեց, չէ՞, որ Աստծո որդին մարթանա, ու մարթանա հələ քիչ է, խաչվի, ու խաչելուց հետո էլ իմ փոխարեն, մեր փոխարեն 3 օր անցկացնի դժոխքում։ Դուք պատկերացնում եք ինչ լռություն տիրեց այդ պահին երկնքում։ Այդ նույնը կատարվեց խաչի վրա, երբ որ Հիսուսը խաչվում էր, Աստված լռել էր։ Եվ այդ ամեն ինչով Հիսուսը իր կյանքի մեջ թողեց օրինակ մեզ համար, որ երբեմն, երբ որ մենք մտնում ենք Տիրոջ ներկայության մեջ ու ասում ենք, Աստծո խոսքն ասում է մտիր ներքին սենյակը, դուռը ծածկիր և ժամանակ անցկացրու քո հոր հետ, չէ՞։ Երբ որ դու մտնում ես այդ ներկայության մեջ, հավատա, երբ որ դու ասում ես պապ, եկել եմ, Աստված ասում է հրեշտակներին լռեք, որովհետև իմ որդին եկել է իմ ներկայության մեջ, եկել է ինձ հանդիպելու, ինձանից ստանալու այն պատասխանները, որոնք որ իրան անհրաժեշտ են։ Այդ ժամանակ լռում է ամեն բան։ Սենց բաները գրքի մեջ գրված չի, բայց հոգին քեզ տանում է այդտեղ ու դու հասկանում ես այն արժեքը, այն կարևորությունը, որ Աստված ունի քո նկատմամբ, որ երբ որ դու մտնում ես իր մեջ, Աստված ոնց է գալիս ու ասում է լսում եմ քեզ բալես։ Ու հենց այդտեղ են ծնվում երգերը, հենց այդ վայրում են ծնվում բանաստեղծությունները, հոգևոր գրքերը, այդ հանդիպման արդյունքն է։ Ու հիմա ես ուզում եմ կարդամ մեր Վարդուհի քրոջ գրածը, որ այդ հանդիպման ժամանակ, երբ որ հայր ու որդի հանդիպել են իրար, այս բանաստեղծությունը ծնվել է։ Ու ես ուզում եմ հիմա կարդամ ձեզ համար։ Երբ բարձրացնում, իջեցնում եմ իմ տղայիս, ես զգում եմ անկարողությունը իմ մարմնիս, և այդժամ հասկանում եմ կարողությունը Հիսուսիս, աչքերս վեր հառած, գլուխս բարձրացրած, ես աղաղակում եմ, շնորհակալ եմ Տեր Աստված, շնորհակալ եմ։ Ես զգում եմ քո կարիքը իմ կյանքում, քո ներկայության մեջ անձս խոնարհվում, բառեր չեմ գտնում քեզ գովերքելու, իմ գոհությունը արտահայտելու։ Դու ինձ օրհնում ես ու զորացնում ես, ուժս ու կարողությունս դու նորոգում ես, որ ես չընկճվեմ, չհուսահատվեմ ու ետ չկանգնեմ, իմ բռնած ճամփից երբեք չշեղվեմ։ Անկարող լինել չի նշանակում, որ ոչինչ չանեմ, աչքիս տեսածը, որ ես ընդունեմ ու տեսածիս հետ ես համակերպվեմ։ Սովորեցրել ես, որ այդ վիճակում քեզ փառաբանեմ, քեզ երկրպագեմ ու քեզ գովերքեմ, սուրբ ու թանկագին գովքդ միշտ անեմ, ու իմ ողջ կյանքում ես քեզ ծառայեմ։
Դու ես իմ ալֆան ու իմ օմեգան, դու ես սկիզբը ու վերջն իմ կյանքի, դու ես Տերը ողջ տերերի, թագավորը թագավորների, ես սպասում եմ քեզ ու քո գալուստին, դու իմ սիրելի հայրին թանկագին, հույս ես տալիս դու անհույսին, զորացնում ես դու անզորին, դու անպիտան մի անոթի վերցնում ես ու դարձնում ես մի սուրբ տաճար, ընկած քարին դու դարձնում ես անկյունակար, այդպիսին ես սիրելի հայր, իմ սիրելի, իմ Տեր բարի, քեզ եմ սպասում, իմ Տեր արի, մի ուշացնիր, մի հապաղիր, հոգուս կարոտ, սրտիս փափագ, քեզ եմ սպասում, արի, արի, Տեր օրհնի Վարդուհի Քուրջան, գոհություն Աստծուն, որ այսենց հանդիպման ժամանակ այսենց կարողանում ես բացես քո էությունը նրա առաջ, ով քեզ ստեղծել է, ով քեզ հասկանում է ու քո կարիքները ինքը հոգում է, շնորհակալ ենք այդ Աստծուն, եկեք մտնենք այդ ներկայության մեջ այստեղ է, քո փառքի մեջ ես քեզ տրվել ուզում եմ քեզ պաշտել ու քեզ անվերջ օրհնել ես սիրում եմ քեզ ես կյանք չունեմ առանց քեզ փափագն իմ դու գիտես քեզ սպասում եմ ես քոն Սուրբ Հոգի Աստծո Քո կենթանի գրակովարի Ո Պենտեկոստեի հոգի Քո փառքը թող չդադարի Ո Սուրբ Հոգի Աստծո հոգի Քո կենթանի գրակովարի Stay hokey Ko parka kovcha datari Ով Աստված քեզ փառք ենք տալիս շնորհակալ ենք Տեր ջան որ դու մեր մեկ ամենի սիրում ես Տեր եւ այսօր ով Աստված հրավիրել ես քո տանդ մեջ Տեր Շնորհակալ ենք, որ նախքան այդ, որ մենք գայինք, ով Հիսուս, դու եկել ես և քո տունը, քո եկեղեցին զինավորել ես, ով Հիսուս։ Շնորհակալ եմ բոլոր քույր եղբայրներիս համար, շնորհակալ եմ, որ դու իրանց տվել ես ինձի և քո եկեղեցուն, ով Աստված։ Աղոթում եմ ամենիս համար, ով Աստված, այսօր ավելի շուտ քո պետք ու կարիք ունենք Հիսուս ջան։ Եվ քեզի պաշտում ենք մեր ամբողջ սրտով ու հոգով։ Ով Աստված, ուզում ենք, որ քո հոգիդ էլ ավելի լեցնես եկեղեցու վրա և մեր վրա քո զավակների վրա, ով Աստված։ Շնորհակալ ենք այս վայրի համար, որ դու տվել ես մեզ, Հիսուս ջան, կարող ենք ազատորեն քեզի պաշտենք և քեզի երկրպագենք Տեր։ Հալելույա, ով Աստված։ Այն ինչ ունենք, ով Աստված, բերել ենք քո խաչի տակ, բերել ենք նվիրում ենք քեզ, ես մեր ձայնը, ես մեր նվագը, Հիսուս ջան։ Ուզում եմ, որ ընդունելի էլի քեզի, ով Աստված ես։
փառքը բոլորս քեզ ենք տալ Հիսուս ջան, ամեն։ Եկեք ասենք Տիրոջը, որ Տեր, մենք իսկապես սիրում ենք, երբ որ մենք հայտնվում ենք քո ներկայության մեջ, քո սրբության սրբոցի մեջ, որտեղ որ այդ հանդիպումն է կայանում հոր եւ որդու, եւ որը չես համեմատի ու չես փոխի աշխարհի ոչ մի բանի հետ, որովհետեւ նրա ներկայությունը քաղցրություն է, նրա ներկայությունը սեր ու խաղաղություն է, նրա ներկայության մեջ են հալվում ամեն սարերը, ամեն բերդերը քանդվում են, որովհետև նրա անունը վեր է ամեն ինչից։ Սիրում եմ քո ներկայությունը, որը տիրում է աստեղ, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, երբ ես կանգնած եմ Տեր քո առջև, ես փնտրում եմ երեսը քո, սիրտս լցվում է խաղաղությունով, ես ուզում եմ ապրել քեզանով,
ուզում եմ ապրել Քո մեջ է իմ երջանկությունը Քեզնով ուզում եմ շնչել Տեր դու ես իմ ուրախությունը Քեզնով ուզում եմ ապրել Քո մեջ է իմ երջանկությունը Քեզնով ուզում եմ շնչել Եվ ես կանգնած եմ Տեր քո առջև Ես փնտրում եմ երեսը քո Կյանք իմ լցվում է իմաստությունը Եվ ես կապրեմ միայն քեզնով Եվ ես կանգնած եմ Տեր քո առջև Ես փնտրում եմ երեսը քո Կյանք իմ լցվում է իմաստությունը Եվ ես կապրեմ միայն քեզնով Միայն քեզանով Ամեն միայն նրանով Amen. Որովհետև կյանքը նրանով եղավ և առանց նրա ոչինչ չեղավ Ամեն փառք Տիրոջը Եկեք արդեն փառաբանենք մեր Տիրոջը խնդրում եմ կանգնեք ոտքերի վրա մեր փառաբանության ձայները բարձրացնենք ու ասենք Տեր Քրիստոսը մեր Աստվածն է որը հոգ է տանում մեր բոլորի համար Այո Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է որ հոգ է տանում մեզ համար Ամեն վարքյան Հիսուս Քրիստոսը մեր Աստվածն է որ հոգ է տանում մեզ համար Տերը հոգում է կարիքները իր մեծ զորությամբ և փակիլիությամբ Նա փայլում է մեզ վրա և օգնում է անդադար Նա հոգ է տանում մեզ համար Ամեն վարքյան Նա հոգ է տանում մեզ համար Նա հոգ է տանում մեզ համար Ամեն վարքյան Նա հոգ է տանում մեզ համար Հիսուս Քրիստոսը իմ բժիշկն է որ հոգում է ցավը բոլոր Հիսուս Քրիստոսը մեր բժիշկն է Նա բուժում է մեր ցավը բոլոր Տերը հոգում է կարիքները իր մեծ զորությամբ և փառքիլիությամբ Նա փայլում է մեր վրա և օգնում է անդադար Նա հոգ է տանում ինձ համար Ամեն վարքյան Նա հոգ է տանում ինձ համար Տերը մեկցել է մեր ցավերը և բերել է մեր վերքերը մանի Նա մեր հայր է գովական զորություն է անսահման Նա հոգ է տանում ինձ համար Ամեն վարքյան Նա հոգ է տանում մեզ համար Ամեն Երկում ենք Ճշմարիտ լույսն է ճանապարհն է լցնում է կարիքները բոլոր Ճշմարիտ լույսն է ճանապարհն է լցնում է կարիքները բոլոր Տերը բացում է փակ դռները դեպ հաջողություն և կյանքի
հարց ու պատասխանը։ Եկեք պաշտենք Եկեք պաշտենք Թագավորին թագավորին, որ իշխում է որ իշխում է մեր սրտերին մեր սրտերին, Էմանուել Էմանուել, Աստված մեզ հետ Աստված մեզ հետ, Պաշտելի է Պաշտելի է Հիսուս մեր Տեր Հիսուս Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Երգում ենք փառք, փառք, փառք Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին Ամեն Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Իշխան է նա, Իշխան է նա խաղաղության, Խաղաղության արդարության, Արդարության ճշմարտության, Ճշմարտության ծնվել է նա, Ծնվել է նա մի մսուրում, Իմը սուրում թող ծնվի նա, Թող ծնվի նա մեր սրտերում, Փառք, փառք Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին, փառք, փառք, փառք Հիսուսին, փառք ու պատիվ Հիսուսին, Երգում ենք փառք, փառք, փառք Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք, ասա, փառք, փառք Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Երգում ենք փառք, փառք, փառք Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք, փառք, փառք Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Փառք ու պատիվ Հիսուսին Ամեն Հալելույա, ամեն փառքն ու պատիվը միայն մեր Տիրոջն է, իսկ մեզ Աստծո խոսքն ասում է երեսի ամոթանքը, փառք Տիրոջը, Հայտության գիրքն ինձ շատ է զբաղվածրի և չեմ կաղամ տանից դուրս կամ։ Այսօր մանավանդ գրքին։ Thank you։ Այո, սիրելիներ, ինչ լավ։ Ուրեմն կբացատրեմ հիմա, թող անել բացեմ Սուրբ Գիրքը։ Հալելույա, 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 հակոսներ սրվրցնեմ։ Ջուրն էլ պատրաստ է, յուղուրցը էլ պատրաստ են, ամեն ինչն էլ տեղին է, հիմա կսկսենք։ Բայց նախ եւ առաջ կուզեմ, որ ոտքի լինենք բոլորս։ Հալելույա։ Երկնավոր Հայր, քեզ են գալիս։ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստված։
Մարգարեների Աստված, առաքյալների Աստված եւ մեր Աստված։ Փառք ենք տալիս քեզ։ Հավաքվել են քո շուրջը տեսոր այստեղ։ Քեզ պաշտելու, քեզնից սովորելու, ինչպես գրված է, երբ որ գնում ես եկեղեցի, քո զոհը չեմ ուզում, գնա սովորելու, եւ այսօր սովորացրում եզի, այն ինչ որ գրված է այս գրքի մեջ, հատկապես հայտնության գիրքը, ծանր գիրք է, միակ գիրքն է արևի տակ, որ ոչ մեկ գրքի մեջ հայտնությունը գրված չի, որտեղ ապական միայն քո ձեռքն է, միայն դու գիտես ապական, եւ քո ճշմարիտ եկեղեցուն տվել ես, ոչ մեկ կրոնի մեջ էլ չկա, ոչ մեկ գիտնականն էլ չի համարձակվի, որը մեկ բառ խոսա այդ ուղղությամբ, բայց մենք այսօր առիթ ունենք, գիրքդ կարդանք, բացատրենք, վայելենք, որտեղ քո զավակներդ ենք բոլորս, այո, նոր կտակարանի արյունով փրկվածներ ենք, մեր պաշտոնն 5 տարեկանի սուրբերից ավելի բարձր է, քանզի Աստծո որդու արյունով ջնջվել է մեր մեղքերը, հորապա սորական թելենեմին, իշիրես երկիրն ով Աստվածի, իշիր այդ ցավալի պատերազմ, որ գնում է Պարսկաստանում, Տեր Հիսուսի անունով դու այդ ժողովրդին փրկի այդ ռեժիմի ու կրոնի ձեռից, օրհնի երկրի երկու երկրի բանակները, իմաստությունով եւ ամենաչնչին արյուն թափելով գործը տեղացնի, որտեղ բանտերի մեջ այնտեղ շատ զավակներ ունես, ապաշխարած, մկրտված, Սուրբ Հոգով լցված, պատրաստ ծառայելու, բայց բանտի մեջ են պետք է դուրս գան։ Շնորհակալ եմ։ Օրհնի ես երկիրը Տեր ջան եւ երկրի կառավարչին ու իր շուրջի մարդկանց։ Նույնպես Իսրայելին Տեր ջան օրհնի։ Այո, Սաղմոս 122 գրված է, որ աղոթեք Երուսաղեմի համար։ Երուսաղեմն Աստծո տունն է գետնի վրա։ Է փառք քեզ, պատիվ քեզ Տեր։ Հիսուսի անունով նորշնի բոլոր ժողովրդիդ, որ ստեղ կայնած են, ու փառավորվես յուրաքանչյուրի կյանքի մեջ, Հիսուսի անունով, ամեն։ Համեցեք, այսօր կարծում եմ, որ վերջի անգամն է, որ ես հայտնության գիրքն ուզում եմ լրիվ վերջացնեմ, եւ նրանց հետո ուրիշ նյութերի մասին հետեւ։ Կուզեմ, որ առաջ այդ կանանչ թուղթերը, որ ձեր ձեռքին է, էդի վերջացնենք, եթե դուք մտները տնի ես հայտնության գրքի մեջ 6-րդ գլուխ 7-րդ համարից մինչև 9-րդ համարը, ձեզ համար կարդացել եմ եւ բացատրել եմ, որ նահատակվածներն, ով որ նահատակվում է, սեղանի տակ է գնում։ Այդ սեղան բառն ես չեմ անում ինչու են։ Կասես չի հասարակ մե բան էլի։ Մեր սեղանների տակը ոչ էլ չկա։ Այդ սեղանների տակը ամենը նրանք որ նահատակվել են, նրանք որ մորթվել են։ Ինչպես Աստծո խոսքն է ասում, ուղղակի ես կարդամ, ուզեցա որ մի քիչ շատ ժամանակ տար ինձի որ անունը տամ, բայց չտվեց, առաջավոր զանգել յասիկ, քուժաներ ջան մե 10 րոպե այսօր քո ժամից դուր ինձի, ուրեմն կրակի մեջ էր ու տաք էր ու չեղավ, ես մեկ ուրեմն ասում է 6-րդ գլխի
9-րդ համարից ասում է եւ երբ որ 5-րդ կնիկը բացվեցավ, տեսա սեղանի ներքևն նորանց հոգիները, որ մորթված էին Աստծո խոսքի համար եւ այն վկայության համար, որ ունեին, որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. մինչև երբ ով Տեր եւ ճշմարիտ, երբ ով Սուրբ Տեր եւ ճշմարիտ, չես դատում եւ մեր արյունի վրեժը չես առնում երկրի վրա բնակողներից են։ Եվ նորանց յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցավ եւ ասվեցավ նորանց, որ տակավին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչև որ նորանց ծառաներից են եւ նորանց եղբայրներին էլ կատարվի, որ նորանց պես սպանվելու են։ Վաու։ Ինքան ուժեղ մասը։ Նահատակվել են ոչինչ, ասում է, որ պետք է թիվը լրանա։ Սպասեք, էլ պետք է նահատակվեն։ Մեկ չել սպասեք։ Այդ կանաչ թուղթերն, որ տվել եմ հենց այդ 3 հատ կետ եմ դրի, առաջին 6, 9-ից 11-ն, կարդացի ձեզ համար, ուրեմն այս առաջի մասն որ ասում է, մենք նահատակվել ենք, բայց երբ ես մեր վրեժն առնում։ Երկրորդ կետն, եթե նայեք, գրած է Հայտնություն 19:2։ Վաու, Հայտնություն 19:2-ը կարդամ։ Տեսեք, Աստված ինչ ասում։ Հենց առաջի համարից կարդամ, ասում է, եւ սրանցից հետո լսեցի շատ բազմության մեծ ձայնի պես մի ձայն երկնքում, որ ասում էր հալելույա, փրկությունն եւ փառքն եւ պատիվն եւ զորությունը մեր Տեր Աստծուն, ինչու երկրորդ համարն է, ասում է, որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նորա դատաստաններն, այսինքն Հիսուսի, որովհետև նա այն մեծ պոռնիկին դատեց նորա պոռնկությունումն և իր ծառաների արյունի վրեժն առավ նորա ձեռքիցն։ Վաու։ Ուրեմն ստեղ 6-րդ գլխի մեջ բողոքում են, որ մեր պատիժը չես առնում։ 19-րդ գլխի մեջ հալելույաները ճվում են, որ Հիսուսս սատանայի հետ կռվում է եւ հաղթում է եւ վրեժն առնում է սրանց։ Հիմա սրանք փառք են տալի։ Բոլոր սուրբերը, նրանք որ նահատակվել են։ Դրանով չի վերջանում։ Երրորդ կետն, տեսեք ինչ ասում։ Երրորդ կետն Հայտնության 20:4։ 20:4 ասում է եւ տեսա աթոռներ եւ նորանց վրա նստեցին եւ դատավորություն տրվեցավ նորանց եւ նորանց հոգիքը որ գլխատվել էին Հիսուսի վկայության համար եւ Աստծո խոսքի համար, այ քեզ բան։ Ոչ թե մենակ Հիսուսը դրանց վրեժն է առնում, այլ մեծ պաշտոն է տալի։ Դատախազներ են դառնում։ Դատում են հենց սատանային եւ հենց նրանց որ իրանց գլխատել են։ Այ քեզ բան, որտեղից որտեղ գնացինք։ Էդի կտանեք կուսումնասիրեք ավելին։ Որտեւ շատ բան ունեմ ասելու, արագ անցնեմ, որտեւ հենց եթե ուզենամ մի քիչ բացատրության մեջ մտնեմ,
Հենց առաջի գլխի մեջ ասում է նրանց հոգիները։ Ուրեմն չէ, երբամ առաջ կմնամ այնտեղ։ Այսինքն հոգիները խոսում են։ Հրեշտակներն էլ խոսում են։ Սատանան էլ խոսում է։ Հոգին խոսում է։ Երկրորդ կետը, որտեղ արագ ասեմ անցնեմ, սրանք որ բողոքում են 5 կտակարանի սուրբերն են, որ գլխատվել են։ Իսկ նոր կտակարանի սուրբն ով էր, Ստեփանոսն էր, որ երբ որ գլխատ սպանեցին իրեն ասավ Տեր, սրանց ողորմա, որ չգիտեն ինչ են անում։ Էսի չի բողոքում, ինչու՞։ Որտեղ շնորհքի տակ է։ Նրանք իրավունք ունեն 5 տականի համեմատ աչքի ատամատամի, բայց նոր տականի մեջ են։ Տեսնում ես, որ նահատակն ասում է, որ Տեր ողորմա սրանց, որ չգիտեն ինչ են անում։ Եվ ես ավելի խորն է։ Անցնենք։ Ուրեմն այդ 3 կետերն հիշեք, որ ինչպես նրանք բողոքեցին եւ ինչպես Աստված նրանց վրեժն առավ, ինչպես Աստված նրանց պաշտոն տվավ մինչև Հավիտյանս։ Այդ պաշտոնը երբ է վերջի դատաստանի ժամանակ է։ Վերջի, որ նրանց հետո լինում է բանն Հավիտյանից ելնում է նոր երկինք, նոր երկիր եւ նոր Երուսաղեմ։ Իմացեք, որ Երուսաղեմն Աստծո տունն է գետնի վրա։ Աստծո տունն է գետնի վրա։ Եվ այն Երուսաղեմը, որ ասում է նոր Երուսաղեմն, նոր երկիրն ու երկինքն ամենը կփոխվի, այս մոլորակն երկրորդ Պետրոս 3-րդ գլխի 10-րդ համարից կարդակ ասում է ամենը կհալվի, կվերջանա այս մոլորակը եւ Աստված նոր երկինք ու նոր երկիրը կստեղծի եւ նոր Երուսաղեմ։ Եվ մեկ այդ Երուսաղեմի մեջ են Աստծո հետ կնստենք, ճաշին կեթենք կոֆեի։ Հայտության 21 ու 22 գլուխը դրա մեջ սատանա չկա։ Այդտեղ հրաշալի է։ Եթե մի անգամ էլ ուրիշ անգամ ենիկ ասեմ։ Էսի վերջացնեմ, երթանք սպտակ թուղթերն, որ ես ունեմ։ Սպտակ թուղթերը շատ հետաքրքիր են, ես էլ արագ կերթամ, ուզում եմ շատ լավ լսեք։ Ես նկարը, որ դրել եմ մարդուկին, ես մեկ կողը գրել եմ, կնոջ կողը գրել եմ հավատացյալ, մարդի կողը գրել եմ անհավատ։ Ինչու՞։ Հիմնական։ Տեսնում եք, այստեղ քանի հատ մարդ կա, ինչքան կնիկ կա։ 3-ով 1։ Հենց այդ մարդիկն են, որ ասում են, երթմես եկեղեցի շուտ արի, իմ կոֆեն ու իմ կարաջուրը պետք է 10 վերթաս։ Երթում ես շուտ արի, այդեղ ինչ եք անում դուք։ Եվ։ Այդ կրթված տղերքն էլ, որ ունի այդ տանը մեջ, մամ ջան ասում են, այդ բիզնես է այդ ամենը, ինչ են անում այդեղ, այդ բաներն էին կողտի 21-րդ դարի են կապրում, աման։ Դրանք երթում ենք կրակի լիճի մեջ կհասնենք, վախենում եմ։ Այսինքն հենց քո ամուսին, որ կողքին պարկած ես, կրակի լիճի մեջ է երթալու։ Որդիներիդ էլ հետնա, երեխեքդ էլ հետը։ Հյու, կգանք հասնենք այդտեղ։ Ուրեմն, ստեղ տեսնում եմ երկրորդ, մեկից 10 որ գրել եմ, մեկ սրանք կերթանք ու կվերջացնենք։ Համար մեկը գերեզմանն է։ Դու գիտեք, ամեն մարդ 2 գերեզման ունի։ Մեկ գերեզմանը մարմինն են դնում, մեկ գերեզմանը իր հոգին են դնում։ Ուրեմն,
թե մեղավոր, թե արդար, ստեղ ես գրել եմ նոմեր 2-ը, գերեզման 2-ն էլ պարկած է, եսի Ֆորեսլանն է, այդ մեկ, մարմինները դրված է Ֆորեսլանը, երորդն ասում է Տարտարոս, սրանցն էլ Տարտարոս են, տեսնում եք 2-ն էլ Տարտարոսի մեջ են երթում, Տարտարոս bottom pit անգլերենը կասի մենք ասում ենք որ ինչ բառ ենք գործածում Տարտարոսի փոխարեն հասարակ բառը գործ ենք ասում Քավարան բրավո Քավարան երթում ենք Քավարանի մեջ հավատացյալները ջոգ Տարտարոս ունեն անհավատները ջոգ Տարտարոս ունեն Անհավատների Տարտարոսի մեջ տանջանք կա, բայց վերջի տանջանքը չի, գասենք այդտեղ։ Հավատացյալների Տարտարոսը, որ հոգիներն են այնտեղ, այստեղ հոգի է, այստեղ էլ հոգի է։ Այս մեղավոր հոգի է այստեղ, այսի փրկված հոգի է Տարտարոսի մեջ։ Հիմա այս Տարտարոսի մեջ շատ հետաքրքիր է։ Լավ լսեք։ Տարտարոսի մեջ որ մեր հոգիները գնում է, հենց Ֆորեսլանը վերջացնում են Տարտարոսն է։ Հոգին երթում է Տարտարոսի մեջ։ Երբ որ գնում է Տարտարոսի մեջ, այնտեղ մենք չենք մեռնում։ Այնտեղ մենք ժամանակավոր այդտեղ մնում ենք, որ երբ որ հափշտակություն է լինում, դուրս կանք հափշտակության մեջ։ Օրինակ բերեմ, ճիշտ կարծես հոթել, որ դու երթում ես, հոթելի մեջ, այդեղ ժամանակավոր ես այդեղ, են մյուս առավոտ վեր ես կենում շորեր հավաքվում ես, պավսակը վերցում ես դուս ես կալի։ Մենք հավատացյալներս ես Տարտարոսի մեջ դժվարություն չունենք, հանգստարան է մետ, կարճ ժամանակվա, don't be worried about it, բայց սրանք մնում են այդեղ։ Սրանք կարճ ժամանակ այդեղ են, 4-րդ կետն վերևը գրել եմ հափշտակություն։ Այսինքն հափշտակությունն առաջի քայլն է, որ վերցնվում է։ Հենց այս օրերին մենք հենց քանի սաղենք այս հափշտակությունն 99% կարելի է կատարվի։ Աշխարհի վիճակը լավ գիտեք։ Արդեն Սուրբ Գիրքն ասում է երրորդ պատերազմն, որ հիմա արդեն սկիզբն է, այդ ժամանակ հափշտակությունն է։ Սուրբ Գիրք, որ լավ կարդում ես, երկու բան է տնում։ Ես իմ գրքի մեջ գրել եմ, որ հափշտակությունից առաջ, թե հետո, չգիտենք, Ռուսաստանը հարձակվում է Իսրայելի վրա։ Դու գիտեք, Իսրայելն նոմեր 1 թշնամին է աշխարհի։ Սատանան իմանում է, որ այդտեղ Աստծո տունն է, Երուսաղեմը ներկա Երուսաղեմն Աստծո տունն է գետնի վրա։ Սատանան ուզում է քանդի։ Ամենի գլուխը թեքված է այդտեղ, որ պետք է գան այդտեղ կռիվ։ Հիմա չեմ խորանում դրա մեջ, որ ինչու է Ռուսաստանն ուզում հարձակվի Իսրայելի վրա։ Էդի չեմ անում, հափշտակությունից առաջ է, թե հետո է։ Թողնենք մնա այդտեղ։ Ուրեմն 4-րդ կետն հափշտակությունն է, ինչպես համարները գրում եմ, Ա Կորինթացիս 15:51-ից 52 եւ Ա Թեսաղոնիկեցիս 4:15-ից 17։ Ես տունը կբացեք կարդաք սիրուն։ Հափշտակությունն եկեղեցին է հափշտակվում։ Այսինքն
նրանք որ Հիսուսի անունով ապաշխարած, մկրտված, փրկված են, եկեղեցի են գնում, Սուրբ Գիրք են կարդում, ինչքան կարողանում են օգնում են, ինչքան կարողանում են ծառայում են։ Դրանք սուրբեր են, որ երբ որ Հիսուսը իջնի, ամեն, Հիսուսը իջնում է, գալիս է իր եկեղեցին վերցնի էթա։ Այսինքն աշխարհի երեսին ինչ որ սուրբեր կան, այդպես բոլորն մերելներն սաղանում են, նրանք որ կենթանի են, շարունակությունը օդի մեջ, Հիսուսը գետնի վրա չի գալի, օդի մեջ միանում ենք նրան։ Գիտեք ինչ անում Հիսուսը։ Հիսուսը մեր հոգիները ու մեր շունչերը բերում է ետնեն ցած, մարմինը գետնի վրայի ծովի մեջից վերցնում է, միացնում է ու փոխում է։ Մենք Հիսուսի նման մարմին ենք ստանում օդի մեջ, որտեղ հրեշտակներով է գալի։ Նրանք Հիսուսը փոխված է։ Այն Հիսուսն է, որ առանց դուռը բացելու մտավ աշակերտների մեջ։ Մենք այդպես մարմին ենք ստանում վարքյանապես։ Միանում ենք այդ ժողովրդին, մեր նահատակ բարեկամներին։ Մեկը տեսնեմ հերնումերս ընդեղ են, մեկը տեսնեմ, որ քույր եղբայրներս ընդեղ են, բարև ջանես, միապանվում ենք, եկեղեցին տանում է երկինքը, եղավ, իսկ գետի վրա ինչ ելնում մնացածը, ասենք, որ 20 միլիոն գնացին վերև, բայց 8 միլիարդ ժողովուրդը գետի վրա են, համար 6 ներողություն, համար 5-ն, համար 5-ի մեջ ասում է 7 տարի հարս եկեղեցին դրախտումն է լինելու սուրբերի դատաստանն վարձը ստանալու համար։ Գնում ենք այնտեղ ինչ անենք, մեր վարձերն առնենք, մեր ռոճիկներն առնենք, մեր թակերն առնենք եւ այլն։ 6-րդն գետինն է։ Գետնի վրա ինչ է լինում, 7 տարի է, ոչ ավել։ 3.5 տարի, սարսափելի վիճակ գետնի վրա։ Այդ ժամանակն է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ու մուսուլման աշխարհն կհարցակվեն, որ կան Աստծո տաճարը քանդեն, Երուսաղեմը ոչնչացնեն։ Այս կողից Ամերիկան է, Եվրոպան է եւ Իսրայելը դիմացը դուրս են գալի Արմագեդոն դաշտի մեջ պատերազմ։ Որտեղ ոչ ոք Իսրայելը մի հատ գաղտնիք զենք ունի, որ արևի տակ ոչ ոք չունի։ Եվ գիտեք այդ ինչ է։ Էդ Եհովա Աստվածն է։ Ու էդ նայում է։ Երուսաղեմին ոչ ոք չի կարող մեջից ստանի։ Բայց այդ ուժերը հավաքվել են Արմագեդոն կռիվն 2-3.5 տարի գետնի վրա է։ Մենք այնտեղ վայելում ենք։ Այստեղ գետնի վրա այդ կռիվն է երթում։ Ները թակավորում է, ների իշխանության տակ է։ Եկեղեցիներ, որ մնում են չեն հափշտակվում, ահռելի վիճակի մեջ են մտնում։ Որտեղ Սուրբ Ոգին էլ եկեղեցու հետ վերևերթում։ Հիմա որ եկեղեցիներն ուժեղ նստած են քարոզում են, Սուրբ Ոգու զորությունովն է։ Սուրբ Ոգին որ գնաց եկեղեցու հետ վերև, էլ այդ եկեղեցիները այդ 7 տարվա մեջ Սուրբ Ոգի չկա։ Ով որ փրկվում է, պետք է իր արյան գնով փրկվի։ Այդքան բան, էլ դուռը փակվում է։ Փրկության դուռը փակվում է։ Ուրեմն գետի վրա տեն սարսափելի է։ Հատկապես երկրորդ 3.5 տարին։ Ինչու՞։ Որտեղ առաջի 3.5 տարին սատանան ները
ամեն ձևով էկոնոմին աշխարհի սարքում է։ Այնտեղն է հասածնում, որ աշխարհն ասի, որ էլ մեկ ները կասի, որ մեկ կառավարություն, մեկ կրոն եւ մեկ փող։ Եվ ես ոտը տնում եմ տաճարն, ասում եմ ես Աստված եմ։ Հենց ոտը տնել տաճարն ու Աստված ասել են Իսրայել ազգն ամեն մեծ հեղից 12,000 հոգի Հիսուսի անունով ապաշխարում են, ասում են, որ որտեւ այդ Հիսուսն էր աման, այդ Մեսայան էր, մենք մինչև հիմա չենք հասկանում։ Այ քեզ բան, ներն ասում եմ, ես ձեր Աստվածն եմ։ Ամեն ազգից 12,000 հոգի ապաշխարում են, միսիոնարները ներնում են 3.5 տարվա մեջ, Իսրայել ազգը բոլորը փրկվում է։ My goodness։ 7-րդ գլխի մեջ կարդացեք 144,000 հոգի, Եհովայի վկաներն ասում են, որ դրանք մենք ենք։ Get out։ Ուրեմն ինչ ջոկ է այդ կրոնը։ Ուրեմն սիրելիներ, երկրի 3.5 տարին սարսափելի կլինի, մենք են վերևը վայելում ենք։ Հիմա 7 տարին որ լրվում է, ինչպես է լրվում, ինչպես է այդ կռիվը կանգ առնում։ Որտև դեր Արմագեդոնի կռվի դաշտի մեջ չեն հասցի Երուսաղեմը շրջապատեն։ Հիսուսը ոտը տնում է Ձիթանյա սարի վրա, սարը 4 կտորիցն է ելնում։ Եվ ասում է, որ Ռուսաստանի մեծի վրա 5 տականի ձևն է ասում է, սանց է գցում ու քաշ է տալի։ Այնպես այդ Արմագեդոն կռիվը կանգ է առնում մեկ անգամից, որ չափու սահման չունի ու լրիվ այդ բանը սպանվում է։ Իր հոգով Տերն բոլորիս սպանում է։ Եվ ասում է 7 ամիս մենակ Իսրայել ազգը դրանց թափած դիակներն են տենացում, որտև գիլանն ու արջերն ու կենթանիներն ու թռչուններն դրանց մարմինների ալտում են ու հոտել են, պետք է տանց տենած են։ Եվ 7 տարի ասում է տանց զենքերով են իրանց տուները վառում են։ Մի սարսափելի մի բան է կարճն եմ ասում։ Այսինքն Հիսուսը մենակ չի քալի։ Ես լավ իմացեք։ Բոլոր սուրբերն Ադամ եւ Եվայից սկսած մինչև որ Արմագեդոն կռվի վերջն, ով որ փրկվել է այդ ամեն բանին, Տարտարոսի մեջից դուրս են ներողություն դուրս են գալի բանի մեջից, գերեզմաններից են, Տարտարոսի մեջից են, որտեղ երբ որ եկեղեցին հափշտակվում է, դատարկվում է Տարտարոսը, բայց սուրբերը մնում են 5 տականի եւ մնացածները մինչեւ Արմագեդոնի վերջի նահատակվածներն միլիարդներ ու միլիոններ փրկվում են։ Ամենը դուրս են գալի վերև եւ Հիսուսի հետ միասին իջնում են գետնի վրա, նախքան այդ, երբ որ կռիվը վերջացնում է, Եփանք 7-րդ համարի մեջ են, որ 19-րդ գլուխն է, ասում է, երբ որ այդ ամեն սուրբերը հավաքվում են, հարսանիքն լնում է։ Հարսանիքն հարս ու փեսան են։ Հարսը եկեղեցին է, փեսան Հիսուսն է։ Ամուսնություն է լնում։ Միանում են իրար։ Հարսանիք է սկսվում եւ այդ ամեն սուրբերը գալիս են միանում են։ Սուրբերը գալիս են նստում են հյուրի նման, բայց եկեղեցին հարսանիքը Իրանն է, մատակարարել են եկեղեցին է, Փեսան Հիսուսն է, ժողովուրդը ամենը գալիս են, հետո այդ ամեն խումբը միասին հին ու նոր կտականի
գալիս են 1000 տարի գետնի վրա թակավորելու համար 8-ն է։ Գալիս են գետնի վրա թակավորելու։ Մենք ենք։ Գետնի վրա թակավորելու էդ էլ մեծ լայն բացատրություն ունի։ Մենք որ երկնքից գալիս ենք փոխված մարմնով են գալի։ Բայց նրանք որ դեռ գետնի վրա են ու Արմագեդոն կռիվը վերջացել է ու արդեն միլիարդավոր ժողովուրդ կան գետնի վրա, այս հասարակ մարմնով են։ Հիմա մենք այն մարմնով եկել ենք ստեղ սրանց մեջ։ Ինչ նման սանցետ յոլակերտանք ես չեմ անում։ Այդ ժամանակ օրինակ ես ստեղից ուզում եմ երթամ Հայաստան, մեկ բառ ասեմ, որ ուզում եմ Հայաստան, արդեն Հայաստան եմ։ Բայց այն հարևանը, որ այստեղը գետնի վրա մնացել է 666 թիվը վերցրել է, սատանայի իշխանության տակ եղի, իմ կողքի հարևանն է, տեղ է։ Ենի ասում աղբեր ջան, այս կապոցն էլ տարտիմ օրեղբոր տղին։ Գիտեմ, որ ես ուզում եմ երթամ 3 օր կտևի, բայց դու հենց հիմա կարող ես ընդեղ տաս իրան։ Հիմա չեմ ամ ես կտանեմ, թե չէ։ Էնպես, որ սիրելիներ 1000 տարի պետք է թակավորեն գետնի վրա։ 1000 տարի հետո ինչ ենք անելու։ Մենք երթում ենք վերև։ Աստեղ գետնի վրա տեսնում եք գիծեմ քաշի Տարտարոսի մեջի բոլոր մեղավորները գալիս են թիվ 9-ի մեջ։ Այդտեղ վերջի դատաստանն է լինում։ Ամենադառը վարքյանն է ամեն մի անհավատի համար։ Ամեն մի անհավատի համար։ Եվ սիրելիներ, վայ այն օրվան, որ մեկն 9-րդ գետի մեջ մտնի։ Դատվում են և մտնում են կրակի լիճի մեջ։ Այդտեղ է կրակի լիճը, հավիտյանս հավիտենից տանջվելու։ Աստված ոչ անի իմ բարեկամներից, քո բարեկամներից այս 9-րդ գլխի մեջ մտնի։ Վերջի սպտակ դատաստանն է։ Գլխավոր հարցն էլ որ արվում է ինչու Հիսուսին չընդունեցիր։ Քո անունը կյանքի գրքի մեջ գրված չի։ Դրա համար պետք է դատվես և երթաս կրակի լիճի մեջ։ Ուրեմն Տարտարոսի մեջ մեղավորները մնում են մինչև որ վերջի դատաստանը։ Ոչ մետեղ խառնված չեն ես մեջ։ Ես գիտեմ տվի, ես Տարտարոսից մեղավորները գալիս են ցած մինչև որ 9-րդ կետը, այդտեղ դատվում են և մտնում են կրակի լիճի մեջ։ Կրակի լիճի մեջ։ Վերջինը 10-րդ գլուխը, եթե նայեք, այդեղ ասում է, որ հայտնության 21 ու 22 գլուխն է։ Վերջի 2 գլուխը համար 10-ն է։ Այդեղ սատանա չկա, այդեղ մեղավոր չկա, այդեղ մեղ չեն գործում, այդեղ սրբություն է, այդեղ ճշմարտություն է, այդեղ նոր երկինքն ու նոր Երուսաղեմն է։ Կյանքի ծառից 5 տականի մեջ խեղճ աթամը մի հատ խնձոր վերցրավ կերավ, Աստված վռնդեց դուս հետևան պարտեզից։ Աստեղ, ասում է, այդ կյանքի ծառից հանգիստ իրավունք ունենք ուտենք խմենք։ Հրաշալի գետ կա ջուրը քաղցր է, քլոր էլ չունի մեջը։
քլոր չունի։ Փառավոր ամեն ինչ perfect-ից perfect է եւ Աստված մեր հետ է, միասին ենք ապրում։ Միասին ենք, մինչև հավիտյանս հավիտյանից։ Այս մեր հայտության գիրքն է, որ ես ասեցի։ Մեր վերջը ընդեղ է։ Եվ երբ է սկսվում, դա շատ շուտով է։ Շատ շուտով է։ Եվ շատ քարոզության ասում են ինչքան բախտավոր ենք մենք, որ այս դարվա մեջ ենք ապրում, որ հափշտակությունը լինելու է, սկսվելու է։ Ուրեմն ինչքան կարող եք ծառայեք, ինչքան կարող եք գործ արեք։ Այդ որ գնացինք են 7 տարիներ, մեր գործերը կրակի միջով անցնելու է։ Ինչ որ Աստծո փառքի համար է արի ոսկու նման կփայլի են կողից դուրս կգա։ Ինչ որ քո փառքի համար է արի կայրվի կվերջանա կերտա։ Գործի ժամանակն հիմա է։ Հիմա է գործի ժամանակ։ Վկայեք, ասեք մարդկանց։ Սրանք պատմություն չեն սիրելիներ, այս պատմություն չի։ Այս միակ ճշմարտությունն է, որ տվել է Աստված մեր այս գրքի մեջ գրված է։ Միայն։ Սիրելիներ, ուրեմն սովորենք եւ սովորացնենք մարդկանց եւ գործենք Տերոջ համար եւ ծառայենք Տերոջը։ Այս օրերին սատանան շատ վատն է գալիս քարոզի ես տվել եմ։ Չի ուզում այս գրքից բացեն այս գիրքը։ Եվ շատ եկեղեցիներ տեսնես ասեն գործ չունեն հայտնության գրքի հետ։ Բայց մենք պետք է իմանանք։ Տարեք նայեք, կարդացեք, համարներն ամենին գրել եմ կողքին, հետաքրքրվեք, սովորեք, ուրիշներին ասեք։ Դու եթե քո տան ընտանիքին չես ասում ու չես զգուշացնում, դավաճան ես դու։ Քո բարեկամներին եթե չես ասում, դավաճան ես դու։ Այդ վերջի դատաստանը Հիսուսը ինքը դատում է եւ այն գլխոտածվածները, նահատակվածները դրանք է դատաստանի աթոռի վրա նստած դատում են։ Դրանք արժեք ունեն այնտեղ։ Եվ գիտես քանի պաշտոններ կան, առաջի պաշտոնը նահատակվածներն են, որ Հիսուսի ետևից գնում են, որտեղ որ Հիսուսը գնում է։ Հազարամյակի մեջ։ Եվ նրանց հետո մինչև հավիտյանս։ Երկրորդն եկեղեցին է գնում։ Երկրորդ պաշտոնը, որ կա եկեղեցիներին է, մեր հավատացյալներն են։ Երրորդն 144,000 հոգին են, որ գնում են Հիսուսի ետևից։ Եվ մենք երբ որ ասեցիք գնում ենք երկինքը եւ մեր պաշտոններն առնում ենք, թակերն առնում ենք, Պողոս Արաքյանն ասում է։ Ասում է բարի պատերազմը պատերազմեցի եւ ընթացքը կատարեցի եւ հիմա սպասում եմ իմ թակին։ Եվ երբ որ մենք Հիսուսին տեսնում ենք այդ թակերն ունենք մեր գլխիներին, հայտնության գրքի մեջ ասում ենք գցում ենք Հիսուսի ոտների տակն, ասում ենք դու ես արժանի։ Այս թակը որ ունեմ դու ես արժանի։ Հալելույա! Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Երբ որ դու կարողանում ես սկապես այս ճշմարտությունները հասկանալ, կրակ ես բռնում։ Այդ լինելու։ Պողոս Արաքյալն Գործկարաքելոս 20-րդ գլխի մեջ ասում է ցերեկ ու գիշեր լացելով ու քրտինքով ինչ որ Աստծուց արել եմ ձեզի տվել եմ բոլորիդ։ Եվ 18-րդ համարի մեջ ասում է ոչ մեկից արյունին էլ պարտական չեմ ու ես գնում եմ ուղղված եմ դեպի Իտալիա գնամ։ Ասեմ ամենն ասել եմ ասում է։ Ես չանանում եմ որ ասեմ ամենը։
Որտեւ ինձից երկու պատիկ կառնվի, քարոզիչից երկու պատիկ կառնի, երկու պատիկ հաշիվ կուզի Աստված։ Ինչու չես քարոզի, ինչու չես տվի, ինչու չես ասի։ Մանավանդ ապաշխարությունը, մանավանդ մարդկանց պիտի ասենք, որ ապաշխարեք։ Ով որ ապաշխարած չի, անունը կյանքի գրքի մեջ գրված չի եւ դատաստանի օրն ասում են, որ քո անունը կյանքի գրքի մեջ չի։ Դու ուրեմն փրկված չես, դու պետք է դատվես ու երթաս դժոխք։ Դժոխք կրակի լիճն է։ Մենք սովորել ենք այս Տարտարոսին ասում ենք դժոխք։ Եվ անգլերեն գրքի մեջ ասում է դժոխք, հել բառը ամեն տեղ գործ է ասում, բայց հույներենի մեջ ջոկում է։ Մենք նոր քտականի մեջ էլ ունենք հայերենի թարգմանության մեջ ասում է, որ որն է Տարտարոս, որն է կրակի լիճ, ջոկում է իրարից։ Անգլերենի մեջ մենակ գրել են դժոխք։ Ուրեմն այսքանով սիրելիներ, Հայտության գիրքը ես գրել եմ, ես էլ քարոզել եմ։ Երբ որ գնացինք ասեմ, ես լավագույն արել եմ, թուղթերն էլ բաժանել եմ։ It's up to you, ասելու եմ։ Եկեղեցին պարտականություն ունի Սուրբ Գիրքն առաջուց վերջ քարոզի։ Այս գիրքն առաջուց վերջ պետք է քարոզի։ Ինչպես որ Տիմոթեոս 3:16-ի մեջ ասում է, որ հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեցավ մարմնու մեջ։ Երևեցավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհքումն եւ վերացավ փառքով։ Այդ ներքիրքն հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդ։ Մենք մի բան կարդում ենք։ Մի քանի կետ էլ ես կարդամ ստեղից ու հաղորդության հասնենք։ Ուրեմն այդ վերջի դատաստանն ասում է սպիտակ մեծ եղերն։ Ինչու սպիտակ, որտեղ այնտեղ կա արդարություն, ճշմարտություն եւ ամեն ինչ, ասում է այնտեղ որ ասում է քո ամեն բերնի խոսքի համար պետք է հաշիվ տաս, երբեմն ասում ենք, որ ինքան ասել եմ, որ որտեղ է գրի։ Այն անգամ ես բացատրեցի, որ մեր արածներն չի կորչում, չի մոռացվում, որ ասի մի հատ հեռու տելեսկոպից նայում ես գետնի վրա, տեսնում ես դու 9 տարի առաջ ինչ որ արել ես, հիմա էլ անում ես։ Գողություն ես արի, շնություն ես արի, դեռ անում ես։ Ուրեմն ամեն ինչ պահված է, Աստծո առաջ են ամեն ինչ դատաստանի օրում կասի դու ես։ Էլ բան ունես ասելու, չէ։ Ուրեմն Միլիգրամ սիրուն մի հատ խոսք ասում է, որ Նոյեն տապանը փրկության տապան էր, մի հատ դուռ ուներ։ Այդ ամեն կենդանիներ ու ջանավարներն ու ամեն ինչ այդ մեկ դռնով ներս մտան։ Որտեղ էդի փրկության դուռն էր, հետո փակվեց դուռը։ Հիմա էլ ասում է Միլիգրամն, ասում է, որ հիմա էլ Հիսուսն այդ փրկության տապանն է։ Մի հատ էլ դուռ ունի։ Եվ այդ դուռը Հովաննու 10-րդ գլուխ համարի մեջ Հիսուս ասում է ես եմ դուռը։ Ով որ դռնով ներս մտնի կփրկվի։ Ձեզ եմ ասում։
Դու այդ դռնով ներս ես մտնում։ Դու փրկված ես։ Քո անունը կյանքի գրքի մեջ գրված է սիրելիս։ Դու ուզում ես այդ կրակի լիճից փրկվես։ Ես աղոտ կնի մետարա, սա Տեր Հիսուս, ես մեղավոր եմ, քեզ եմ գալիս, խնդրում եմ իմ մեղքերների, իմ բոլոր մեղքերների, Հիսուս ես ընդունում եմ քեզի, որ դու ինձ համար խաչվեցիր, դու ինձ համար կյանք տվեցիր, որ ես կյանք ունենամ և էլ ավելին ունենամ, Հիսուսի անունով, եթե սրտանց ես աղոտն արեցիր, քո անունը կյանքի գրքի մեջ գրվեց, դու այդ կրակի լիճի մեջ չես հերթա։ Երկրորդ քայլն է, որ գնամ այդ եկեղեցի, քարոզչին ասա Սուրբ Գիրք եմ ուզում։ Սուրբ Գիրքն առ կարդա, եկեղեցին մասնակցի, դու և քո ընտանիքին վերցրու գնա եկեղեցի։ Եթե մոտիկ ես մեզի գլենդել ենք մենք, համեցեք մեր մոտ։ Գնա եկեղեցի, գնա ընտանիքով ապաշխարի։ Հիսուսը միակ դուռն է, որ կարող ես ներս մտնես փրկության դուռն է։ Եվ այդ դուռերն շուտով կփակվի, հենց այդպես կարդացի, հափշտակություն, որ եղավ, այդ դուռն էլ փակվում է։ Փրկության դուռ չկա էլ, Հիսուսի արյունով էլ փրկություն չկա։ Այսօր քո փրկության օրն է։ Սուրբ Գիրքն ասում է սիրտդ մի խստացրու։ Սիրտդ մի խստացրու, հավատա Հիսուսին։ Եվ վերջին էլ ասում եմ, աս գրված է, եթե բերնովդ Հիսուսին Տեր հավանես եւ սրտանց հավատաս, որ Աստված Հիսուսին մեռելներից արություն տվավ, կփրկվես։